Ուրեմն, պարոն Հակոբյան, Արմեն Վիրաբյան, խոսում ենք։ Աշխարհը գնում է ռոբոտիզացման, AI, արհեստական բանականություն։ Պրոցեսները, ասենք, չգիտեմ, տասնյակ անգամներ շատանում, այսինքն ժամանակ էլ չկա, կապիկությունների, այլևալությունների, դեմագոգիաների, ինչքան ժամանակ ունի մեր երկիրը, մինչև դեֆոլտը, տնտեսական կոլապսը, ու ներդրումների բերվի, ռելսերի վրա բերվի ու իջնենք ոնց ասում ռեալ տնտեսություն, ոտնես դնենք գետնին, այս ամենը ու այս համաշխարհային ցունամիում ու այս դեպի արևմուտք, դեպի փրկություն, դեպի տնտեսական վերելք, որ շունչ քաշենք, սխալվում համեցեք։ Բեմը ձերն է։ Հասկացա։ Նայեք, հարցը շատ մեծ է, այդ հարցի մեջ շատ կարելի ասել համարյա մի 10 հարց է։ Եթե ստրուկտուրացնենք, բերեք հասկանանք Հայաստանն այսօր ինչ վիճակում է գտնվում առաջին հերթին, ոնց որ ասես մենք ախտորոշենք Հայաստանի վիճակը ու դրանք ինչ ձևով է կապվում ինքը համաշխարհային շուկայի հետ։ Հայաստանն այսօր ունի հետամնաց տնտեսություն, ով ինչ ուզում ասի։ Կարող է որոշակի կամպանիաներ կան, ընկերություններ կան, որ քիչ թե շատ ասենք ժամանակակից են։ Բայց ընդհանրապես միջնացված վիճակում Հայաստանի տնտեսությունը հետամնաց է։ Հայաստանում արտադրողականությունը, աշխատանքի արտադրողական 4 անգամ մինիմում ցածր է, քան Եվրոպայում։ Եվրոպա արևմտյան թե արևելյան։ Չէ, ընդհանրապես միջինացված Եվրոմիության։ Իսկ Ամերիկայի հետ համեմատած։ Ամերիկա 3 անգամ կողմ։ Իսրայել 5 անգամ։ Ավելի շատ։ Դե ես հիմա դրե տեստոյաներ չգիտեմ, հիմա մոտավորապես բարձ է։ Մենք ասենք մենք մի ժամում արտադրում ենք 4 անգամ ավելի քիչ ծառայություն ու ապրանք, քան ասենք այնտեղ։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք չունենք մեխանիզացված, ավտոմատիզացված, ռոբոտիզացված տնտեսություն։ Հասկանաք, մենք 19-րդ, 20-րդ դարի սկզբի մակարդակի տնտեսություն ունենք։ 100 տարի հետ ենք գնում։ Հələ ավելի վատ, քան սովետական միության ժամանակ։ Հələ սովետական միության ժամանակ ունենք նորմալ գործարաններ եւ այլն։ Այդ էլ չկա։ Այսօր մենք այսպես ասած հումքային երկին ենք էության։ Ախր հումքեր նորմալ չեն կապվում։ Ավելի շատ մենք ինչ որ փուչի կա մեր մոտ, ինչ որ սերվիսային երկին ենք։ Մենք ունենալ հումքային բազասկի հումքային նորմալ արտադրություն չունենք։ Հումքի վերամշակում չունենք նորմալ։ Դու ունենք գյուղատնտեսություն, բայց կիսամեռած վիճակում է։ Ինչ է նշանակում գյուղատնտեսական ապրանքների այսօր հնայի մեջ գյուղատնտեսական ապրանքների ծավալը կազմում է մոտավորապես 1 միլիարդ դոլար։ Դա ծիծաղելի թիվ է։ Հայաստանի այս ռեսուրսների պայմաններում Հայաստանի գյուղատնտեսությունը մինիմում 10 միլիարդ դոլար ուներ։ Մենակ գյուղատնտեսությունը։ Ես չեմ ասում, որ կարելի է հասնել մինչև 20, 30, 40 միլիարդի։ Եթե իրոք էֆեկտիվ գյուղատնտեսություն տեխնոլոգիաներ հասարակ Հայաստանում այսօր փոքր տնտեսությունը գյուղատնտեսությունը բաժանված է փոքր հողակտորների։ Ներողություն, մենք 1 միլիարդ դոլար միջին ձեռնարկություն գյուղատնտեսական հնան այդքան է կազմում։ 26 միլիարդի, 25 միլիարդի մեջ 1 միլիարդ դոլար հնան է կազմում ընդհանուր գյուղատնտեսությունը։ Հա, հիմա հասկանում ես ձևի ռեսուրսներ ունեցող գյուղատնտեսական երկիրը, արև, ջուր, այդքան ազատ հողատարածքներ չմշակված։ Սայրը, դատա։ Վերջի այսքան գործազուրկ, դա դա ռեսուրս։ Մենք ունենք 250,000 գործազուրկ համարյա։ Ահավոր թիվ է, հասկանում ես։ Մենք դարունակ մի հատ մեծ ռեստորան ու հյուրանոց։ Բանանա ռեպուբլիկ։ Հա։ Ինչքան կտել լավ էս վիճակը։ Այս ֆոկուսը միտքս ցավը։ Հիմա հասարակ հարց, գյուղատնտեսության ծրագիր է պետք ալել։ Նորմալ զարգացման ծրագիր, խոսքը 5 ամյա կամ 10 ամյա ծրագիր։ Ինչ է պետք անել։ Պետք է հողերը պլանավորել։ Եթե պետք է մեծացնել հողակտորները, ուրեմն մեծացնել, մտածել որ մեխանիզմով, կամ գնելով մարդկանցից, կամ ստիպելով որ մարդիկ մշակեն, կամ ինչ-որ մեխանիզմներով, կամ այդ մարդկանց խթանել, օգնել, որ իրանք այդ հողերը սկսեն մշակել։ Հիմա մարդկանց մեծ մասը հողերը առնելա նստելա ու վաճառում է, վերավաճառում է, որ փող աշխատի, սպեկուլյացիայով է զբաղված հողերի։ Բայց առնող չկա այդքան հող։ Ով առնի։ Հողը առնում է, երբ որ նորմալ միջավայր կա տնտեսական, որ հողը առնես մշակես, բայց չկա այդ պայմանները։ Տեղացի չունի այդ հնարավորությունը այդ ինվեստիցիաները անի, դրսից չեն գալի։ Մենք բարենպաստ պայմաններ չունենք ներդրումային։ Հետևաբար հողերը մնացել է, ահա որ գները վեր են կախած, նո հակավա հանգարց մեկի բախտը բերի, մեկին ծախի, եսի միջի համար, հասկանում եք։ Նույնիսկ ես գնացել եմ հողեր եմ նայ, ասեմ, էսի վիվալորին, էսի չգիտեմ սրան, էսի հեկտարները հողեր առաջ ոչ հիմա չի մշակում։ Ինադի արվում։ Ակտիվներ է, չէ, հասկանում եք, քան որ երկիրում չկա արտոնաբերություն, չկա տնտեսական զարգացում, ինչի մեջ պիտի դնեն աշխատած
փողերը, շահույթները, այդպես կամպանիաները։ Ասենք լոտարիա ծախե փողը աշխատե, կամ չգիտեմ, կազինոներով փողը աշխատե, այդ փողը որտե դնի այդ մարդը։ Եթե այդ մարդը զավոդ չի սարքում, տեխնոլոգիաների մեջ չի դնում զարգացման, ինչ պետք է անի։ Ինքն անչափ չի կարա իր բիզնեսը մեծացնել։ Փողը պետք է հանի։ Այդ փողը ասում են լոկալի, այդ փողերը քանի էժան առն թողնա էլի, հետո մի բան կար, հետո մի ինվեստոր կարող է դրսից կամ սախեմ կամ հետը գործան, չէ՞։ Բայց պետությունը պայման չի ստեղծում որ այդ ինվեստորը գա։ Ստացվում է հողերը կամ ասկամաս առնում են կենտրոնացում, բայց հələ որ էֆեկտ չի տալու։ Դա երկար process է դառը։ Հասկանում պետք է ավելի ուրիշ ձևի մոտենալ այդ հարցին։ Ես պատրաստի լուծումներ որոշակի ունեմ, բայց ժամանակը չի եկի այդ ամեն ինչի մասին։ Հիմա անցենք առաջ, գյուղատնտեսությունը մեկ, որ լուրջ պոտենցիալ ունի։ Ու մարդու բնակչությունը մարդկանց բնակչության քանակը աշխարհի գնալով աճում է, բայց հողերի քանակը գյուղատնտեսական չի աճում։ Հետևաբար միշտ գյուղատնտեսական ապրանքը պետք է թանկանա։ Ու ինքը ստաբիլ ունի թանկացում։ Չենք հաշվում այդ բիրժեվի տատանումները միշտ լինում է սպեկուլյացիա, բայց երկարաժամկետ առումով որ նայես, ասենք նայես ցանկացած ծորենի գինա կամ ինչ դու գյուղատնտեսական ապրանքը գինը բիրժեվի գները, դες որ տասնամյակների հաշվարկով միշտ բարձրանում է գները։ Հասկանում եք, որտեղ նաև կա նաև ինֆլյացիա, բացի որ պահանջարկն է մեծանում, ինֆլյացիայի գոյություն ունի, համաշխարհային ինֆլյացիա։ Բոլոր պետությունները փող են տպում։ Հասկանում եք, քանի որ բոլորը պարկերի տակ են, պարկերը սպասարկելու, իրաց պահանջները մեծանում են, ծախսերը մեծանում են, բայց եկամուտները չի հերիքում, հեսեցությունը հա փող են տպում։ Փողը գնալով ավելանում է։ Ես արդեն օրինակ բերեցի։ 250 տրիլիոն դոլար պարկերն է, 90 տրիլիոն դոլար հնան է։ Այդ գնալով աճում է, հիմա կարող արդեն 260 տրիլիոն, կարող արդեն 270, իմ տվյալները կարող մի երկու տարվա։ Սպարզ է։ Հասկանում եք, ես մոտավորապես թվեր եմ ասում, որը վերջնական ասենք точно թվեր չի, համաշխարհային թվերը այդպես հեշտ չի, ասենք այսօրվա վիճակով ճշտել է։ Դա ասենք բանը պետական համաշխարհային կազմակերպություններ կան, որ հավաքում են թվեր ու հրատարակում են։ Դա չէ, արդյունաբերություն, պետք է հասկանանք, մենք ինչ արդյունաբերություն կարանք զարգացնել ինչ շուկաների համար։ Եթե գյուղատնտեսությունը մի քիչ հեշտ է ավելի հասկանալի է, որ ամենտեղ այդ ուտելիքը պետք է, ասենք, չէ, ասենք դրան ֆոկուսավորելը շուկա գտնելը մի քիչ համեմատաբար ավելի հեշտ է, եթե դու որակով ապրանք ես արտադրում ու գինը որակ համապատասխանում է։ Ապա արդյունաբերությունը չի ավելի բարդ է, դա կոնկուրենցիա շատ ավելի մեծ է։ Как минимум հաշվին կա Չինաստան, Թուրքիա, Ամերիկա, Դա Հնդկաստան եւ ասկամ արդյունաբերական սեկտորներում արդեն պետք է լուրջ մարքեթինգային աշխատանք տավի։ Հայաստանը ինչ առավելություններ ունի, ինչով կարող մտնի, ինչ արտադրանքով, բայց Հայաստանը առանց համատեղ ձեռնարկությունների, արտասահմանյան ինվեստորների օգնության չի կարող ինքը դուրս գա միջազգային Եվրոպա, չի կարող ինքը դուրս գա միջազգային, այդպես հեշտ չի։ Դու պետք է ասենք, ես կոպիտ ասած, ունես ասենք թե խոսքի, օրինակ եմ ասում, ունես ասենք թե բանից։ Կարելի է պղնձից լարեր արտադրել։ Պղնձից կարելի է էլեկտրական, ինչ են ասում, շարժիչներ արտադրել, չէ՞։ Բայց դու չունես բրենդ, չունես տեխնոլոգիա, որ համաշխարհային մակարդակը է։ Հետևաբար ունենալով հումքային բազա, դու կարող ես Siemens-ի հետ, Schneider-ի հետ, չգիտեմ, տարբեր կամպանիաներ կան, ABB-ի հետ, համատեղ գործարան ստեղծես, վերամշակես այդ պղնձը, ոչ թե հանքաքար ծախես կոպեկներով։ Մենք հանքաքար ենք ծախում 12 անգամ էժան, քան այսօր պղնձի գինա միջազգային շուկայում։ Այսինքն մենք մեր շահույթը տալիս ենք ուրիշի։ Հասկանում եք։ Մենք դաժե հանքաքարից պղինձ չենք ստանում, որ պղնձի ձևով ծախենք։ Վերամշակենք ինքներն ճուշկեկի մեջ պղինձ արտադրենք։ Ողջ պղինձ ծախենք։ Որ պղինձ ծախենք պղնձի գինը մոտավորապես այս վերջերս հասավ $5,000, պատկերացնեք, հիմա մի քիչ իջել է այս կրիզիսների հետևանքով։ Բայց դու հագում մի տոննա պղինձը $5,000 էր, իսկ պղնձը հանքանյութը ընդամենը մենք ծախում ենք $80 տոննան։ 12 տոննա հանքանյութից դուրս է գալի մի տոննա պղինձ։ Հիմա դե հաշվի, 80 կամ 12 արեց 1000։ Այսինքն դու $1,000 փող ես ստանում, երբ որ դու կարող ես 5,000 ստանալ, այդ 1000-ի տեղը մի 500 կամ 1000-ել ավել ծախսեի։ Մի 1000-ել ավել ծախսեի վերամշակեի, քո վրա ինչ արժեք է դառնալ 2000 այդ պղնձը։ Դու կծախեի միջազգային շուկայում $5,000, $3,000 դու փոխ այդ 3000-ից հաշվի 30%-ը պետական բյուջե կմտնի, տարբեր ձևերով։ Հասկանում ես։ Ու ավելի մեծ քանակների կարել։ Դա կապ մինիմում, բայց հələ որ դրա վրա մի հատ պատրաստի արտադրանք տաս, ասենք այդ էլեկտրաշարժիչների, Siemens-ի հետ ավելի արժեք ավելացնես, դուրս գաս էքսպորտային շուկա իր միջոցով, ինքը ունի այդ սիստեման, իր շուկաները ունի։ Դուրս գաս դու արդեն դեպի շահույթը իր հետ կիսես,
ինչ որ ձևով։ Էլի ավելի ձեռնատու ինչի համար աշխատուժ ես բացում, մարդիկ հարկ են ուզում ստեղ, մարդիկ եկամտա հարկ են ուզում, մարդկանց կենսամակարդակը բարձրանում է, այդ փողերը շրջանառության մեջ է օգտագործվում, բանկերում է, դառնում է միջոցներ, տնտեսության համար դա մուլտիպլիկատիվ էֆեկտ է տալի։ Հասկանում ես։ То есть այսօր մի դոլար ինվեստիցիա կարող է 3-ից 5 դոլար մուլտիպլիկատիվ էֆեկտ բերի։ Այսինքն տաղանդ է պետք, որ ասած ամեն ինչ վարի տան, ոչ մի բան չան։ Տաղանդ է պետք։ Այսինքն մեր կառավարությունը այսօր ոչ թե անող է, այլ չանող է, ասենց ասեմ։ Ռուսիա бездействие тоже политика, боже мой. То есть երկար չի տեղ։ այսինքն իմիտացիաներ որ դու ինչ որ բան ես անում, ինչ որ խափես մասից բաներ, բայց գլոբալ, ֆունդամենտալ դու ոչ մի բան չես զարգացնում ես երկրում։ Դու չունես ծրագրեր ցելևոյ զարգացնելու։ Ես չեմ ասում պետությունը պետք է անի, պետությունը փող դնի։ Չէ, պետությունը պայմաններ պետք է ստեղծի, որ ինվեստորը գա։ Պետությունը եթե լիցենզիա տալի քեզ, ԵԱՏՄ-ից դուրս գալ որ գա ինվեստոր։ Այդ սամոսը։ Եթե պետությունը լիցենզիա տալի մեկին ասում ես հանքը մշակի, ինքը պետք է պայմաններ դնի, այդ հանքը ոնց պետք է շահագործվի։ Իրա ձեռն է, այդ կոչվում պայման ստեղծել։ Ստիպե որ այդ հանքը ոչ թե պրոստը հանքակար հանվեցակը, այդ հանքը բացվի 3 տարի հետո պայմանները որ դու մի հատ վերամշակող գործարան պետք է տեղ դրես։ Այդ վաղ քո լիցենզիան գործը, չէ, լիցենզիան ձեռքից վերցնում։ Հազար մեխանիզմ ունի պետությունը։ Ինստիտուցիոնալ, այո։ Ինքը թողի ինվեստորը երբ որ հանքը վերցվաշարը, դու ինքը արդեն մտածել է, որ 3 տարի աշխատելուց հետո ինքը կապիտալ ստեղծես, թող մի հատ պարտներ գտնի, բերի հետը դնի արտադրություն դնի նորմալ։ Հասկանում ես միջազգը։ Այդպես պետք է պետությունը ստիպի։ Այսինքն դա օրինակներ է, չեմ ասում ուրիշ բնակավարներ կան, ես ամեն բնակավարում մասնագետ չեմ, որտեղ ես տեխնոլոգ չեմ։ Դրա համար առանցին կան արդյունաբերական տեխնոլոգներ կան, որոնք կարող են զբաղվել։ Շնորհակալություն։ Մտածեք ժողովուրդ։